Ողջույն սիրելիներս, ուրախ եմ ձեզ տեսնել հայկական խոհանոց ալիքում։ Մակարոնը շատերի համար ընդամենը քաղցը արագ հագեցնելու միջոց է, բայց ճիշտ բաղադրիչներով ու մի փոքր երևակայությամբ այն դառնում է իսկական համեղ ուտեստ։ Լոլիկի թանձրուկով և տավարի մսով այս տարբերակը վերածում է ամենահասանելի մակարոնը հարուստ, բուրավետ և հագեցնող ճաշատեսակի, որը նույնքան լավն է թե ընտանեկան ընթրիքի և թե հյուրասիրության համար։ Ընդամենը մեկ պատառ և դժվար է կանգ առնել, ստացվում է չափազանց համեղ։ Դե ինչ, սկսենք պատրաստել։ Համեղ սոուսով մակարոն պատրաստելու համար ձեզանից կպահանջվի ընդամենը 30 րոպե։ Իդեպ մակարոնը և թանձրուկը պետք է պատրաստենք մեկ տապակի մեջ, ինչը շատ հարմար է։ Վերցնում ենք ցանկացած տեսակի բարձր որակ ունեցող մակարոն։ Ես օգտագործում եմ թիթեռնիկ մակարոն։ Մանր կտրատում ենք 1 գլուխ սոխ, մարացնում ենք նաև կեսկապ համեմ, այն մեր ուտեստին թարմություն կհաղորդի։ Բարեկամներ, եթե սոխ չեք սիրում, թանձրուկը կարող եք պատրաստել միայն սխտորով, այդպես էլ շատ համեղ է ստացվում։ Վերցնում ենք 2 մեծ լոլիկ, հեռացնում ենք կեղևը և բաժանում ենք մանր խորանարդների։ Այս եղանակով պատրաստված մակարոնը սիրում են և մեծերը, և փոքրերը, իդեալական տարբերակ է ամբողջ ընտանիքի համար։ Տապակի մեջ լցնում ենք մի փոքր բուսայուղ, ավելացնում ենք սոխը և տապակում ենք այնքան, մինչև սոխը դառնա թափանցիկ։ Այս տարբերակով մակարոնը կարող եք պատրաստել օգտագործելով և աղացած տավարի միս, և հավի կրծքամիս։ Վերցրեք այն, ինչ կա ձեռքի տակ։ Անմիջապես տաք սոխյեռի մեջ մեր հայկական համեմունքներից ավելացնում ենք չորացրած ռեհան, այսպես ռեհանի բույրը ավելի լավ է բացվում։ Լոլիկով պատրաստված սոուսների մեջ չորացրած ռեհանը անփոխարինելի բաղադրիչ է, անպայման ավելացրեք։ Սոխը բավականաչափ տապակվելուց հետո ավելացնում ենք աղացած տավարի միսը։ Սոխը և միսը միասին տապակում ենք ևս 2-ից 3 րոպե, մինչև մսի գույնը փոխվի, այնուհետև ավելացնում ենք 2-ից 3 ատամիկ սխտոր։ Սիրելիներս, եթե առաջին անգամ եք միացել հայկական խոհանոց ալիքին, խնդրում եմ բաժանորդագրվեք և սեղմեք զանգակ կոճակը, չմոռանաք նաև հավանել տեսանյութը։ Հայկական խոհանոց ալիքում կգտնեք շատ համեղ և հետաքրքիր բաղադրատոմսեր։ Ավելացնում ենք մարացրած լոլիկը, 1 ճաշի գթալ տոմատի մածուկ և այս ամենը մի լավ խառնում ենք, ծածկում ենք տապակը և շոգեխաշում ենք ևս 2-ից 3 րոպե, մինչև լոլիկը հյութ արձակի։ Մեկ անգամ այս բաղադրատոմսով մակարոն պատրաստելուց հետո վստահեցնում եմ, որ այլ տարբերակով պատրաստված մակարոն չեք հավանի, շատ համեղ է ստացվում, անպայման փորձեք։ Անմիջապես սոուսի վրա ավելացնում ենք 300 գրամ մակարոն։ Ուտեստը համեմում ենք աղով և սև պղպեղով ըստ ճաշակի և վերջում ավելացնում ենք 400 մլ եռման ջուր։ Խառնում ենք, որպեսզի համերը տարածվեն, ծածկում ենք կափարիչով և սպասում ենք, մինչև գրեթե ամբողջ ջուրը քաշվի։ Որպեսզի մակարոնը չոր չստացվի և ավելի համեղ լինի, մի փոքր ջուր ենք թողնում։ Համեղ ախորժելի տեսք ունեցող ուտեստ ստանալու համար վերցրեք բարձր որակի մակարոն, որ եփելուց հետո այն մնա հատիկ-հատիկ։ Վերջում ավելացնում ենք մարացրած համեմ և կարելի է արդեն մատուցել, շատ ախորժելի է ստացվել։ Դե ինչ սիրելիներս, այսօր էլ հասարակ մակարոնից այսպիսի արքայական ուտեստ։ Դուք էլ փորձեք պատրաստել այս տարբերակով, սնվեք առողջ և եղեք առողջ։ Ցտեսություն, կհանդիպենք հաջորդ տեսանյութերում։